Թումոյից դուրս է եկել, գնում էի տուն։ Ինչքան ժամանակ կա, որ նստած էր ու պայթյունը տեղի ունեցավ։ Ամենաշատը 5 րոպե, ինչ մեջն էի պայթել։ Ամեն օր այդ ավտոբուսով ես գնում տուն։ Չէ, հիմնականում մաման է գալիս մեքենայով տանում, հետո ուղղակի ուշ էի մի քիչ դուրս եկել, ինքը ասացի չկա, ես մենակ կգնամ։ Որ մասում էր նստած ավտոբուսի։ Վարորդի հետևը, հետևից ա եղել պայթյունը, աջ կողմից, բայց կոնկրետ չեմ կարող ասեմ, որ նստարանից իմ հիշելով անմիջապես իմ հետևը ոչ ոք չի եղել իմ հիշելով։ Այդ երրորդ կամ չորրորդ նստարաններին հիմնականում կարող են երկու տղաներ լինեն Թումոյից, ովքեր իմ հետ նույն կանգառից նստել են, ուղղակի ես դիմացի դռնից եմ նստել, իրենք հետևի։ Արթնացար ինչ տեսա։ Արթնացա, ընկած էի ավտոբուսի մեջ գետնի, ընկած էի, վրաս ապակու կտորներ էր ու երկաթի կտորներ։ Տուժողներ տեսար, ինչ վիճակում էին նրանք։ Կողքից տղան լավ էր, ընդամենը ճկույտներ ճկվել ու ունքը, դիմացս մահացած տղային, որ ուղղակի երկու մասի էր կիսվել մարմինը։ Որտեղ էր նստած մահացածը, հիշում ես։ Ինքը կանգնած էր, նստած չէր։ Կանգնած էր, որ պետք է կանգառում իջներ։ Այդ պահին ինքը կանգնած էր հենց առաջ դիմացի դռան հենց դիմացը պայթեց, աչքերը բացեցի, ինքը ընկել էր հենց այդ երկաթի կտորի վրա, մի մասը երկաթի կտորից դեպի ներս, մյուսը դուրս, մեկ ոտքերը դռան դիմաց, մնացած մասը արդեն նստարանի վրա։ Իսկ վարորդին տեսել էիր ոնց։ Վարորդի դեմքը ավտոբուսում եմ եղել, չեմ տեսել, դուրս գալուց հետո հա տեսել եմ մուր, սևացած էր դեմքը, այս ճակատային հատվածից քթի մի փոքր վերևից արդեն արուն էր գալիս, նորմալ էր կարողանում էր քայլել, խոսել, adekvat վիճակում։ Առաջին օգնությունով ցուցաբերել։ Կողքից տղան, որ կողքս էր նստած ու դրսից ինչ որ անծանոթ մարդ, իրանք են ինձ պատուհանից դուրս են